Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր միջազգայնագետ Հայաքվե միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանն է։ Բարև ձեզ, պարոն Մանվելյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Ես եմ շնորհակալ հրավերքի համար։ Պարոն Մանվելյան, տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Ֆրանսիա, որտեղ նա կմասնակցի միջուկային էներգիայի գագաթնաժողովին, իսկ վաղն էլ արդեն Եվրոպական խորհրդարանում ելույթ կունենա։ Ձեր գնահատմամբ այս միջոցառումներին Փաշինյանի մասնակցությունը ինչ նպատակ ունի եւ հատկապես Եվրոպական խորհրդարանում նրա ելույթը կարող ենք նախընտրական համատեքստում դիտարկել։ Ես կարծում եմ միանշանակ այդ ամենը միայն նախընտրական համատեքստում է, որտեղ այն քայլերը, որ ենք անում են, փորձում են փրկել իրենց հենց ասեմ, անկում ապրող հեղինակությունը, ռեյտինգները եւ դրա համար գնում են, չգիտեմ, ինչ փողոցներում են մանգալի, մարդկանց են հրավիրում, փորձում են նրանց ֆոնին ինչ որ հայտարարություններ անել, կեղծ փաստաթղթեր են ստորագրում, որ իբր թե 9 միլիարդի ներդրում են բերում իրականում 9 միլիարդի մենք պետք է գնենք եւ հիմա էլ նույնն էլ էս Եվրոատոմի միջոցառման մասնակցությունը եւ ելույթը այս ամենը նպատակաուված մի բան է համար, որպեսզի փրկեն այդ անձի քաղաքական ռեյտինգը եւ հնարավորություն տան նրան վերարտադրվելու։ Սա նաեւ փաստում է մի բան, որ իրենց կողմից այսպես բարձրացված հիբրիդային պատերազմը իրականության մեջ ինքը գոյություն ունի, բայց դա մղում է մեր դեմ, բայց Փաշինյանի եւ նրա ռեժիմի կողմից օգտագործելով արևմուտքի եւ տարբեր այլ երկրների ներդրվածությունը Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն հենց Փաշինյանն է հիբրիդային պատերազմը վարում հայ ժողովրդի դեմ։ Միանշանակ սա հիբրիդային պատերազմ է, մանավանդ այս պայմաններում եւ իրական պատերազմ են ընթանում մեր ամբողջ շրջապատում։ Մարդիկ կեղծ օրակարգերով են փորձում առաջ տանել եւ սա շատ վտանգավոր է, որովհետեւ հիշենք էլի 2020 թվականի պատերազմից առաջ իրենք նորից նույն այդ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ էին, որ երբ որ զգուշացնում ենք, որ պատերազմը մոտ է, որ վտանգավոր է, փորձում են լրացնել մարդկանց, ասելով խոճապ եք տարածում, որ կեղծ է, որ Թուրքիան երբեք չի մասնակցի մեր դեմ պատերազմին։ 10 օր առաջ պատերազմից բառացիորեն։ Այս ամենը հուշում է մի բանի մասին, հերթական անգամ մարդկանց խաբում են եւ մոլորեցնում են, եւ իրենց բառերով ասած նորից կրկնվեմ, հիբրիդային պատերազմ են վարում հայ ժողովրդի նկատմամբ։ Պարոն Մանվելյան, մենք նշեցինք, որ տարածաշրջանում լարվածությունը կտրուկ աճել է, բայց այս ամենի ֆոնին Հայաստանի իշխանությունները ներկուսակցական քարոզարշավով են զբաղված, եգիպտացորեն կարկանդակ են ուտում եւ եթե այս ամենի արանքում էլ նաեւ ժամանակ է մնում, երբեմն էլ անվտանգության խորհրդի նիստեր են անցկացնում եւ հայտարարում են, որ այս ամենը մեզ չի առնչվում, քանի որ իրենք ժամանակին բոլոր միջոցառումները ձեռնարկել են անհրաժեշտ։ Ըստ ձեզ որքանով է նման պահվածքը ադեկվատ եւ կիսում եք ԿՊԱ-ականների այն լավատեսությունը, որ տեղի ունեցող process-ները գոնե կշրջանցեն մեզ։ Նայեք, սկսենք իրենց այսպես կոչված ներկուսակցական քարոզարշավից։ Մենք հասկանում ենք, չէ՞ որ սա կեղծիք է նորից։ Քարոզարշավը պաշտոնապես դեռ չի սկսել, բայց իրենք արդեն սկսել են այն անվանակոչելով ներկուսակցական։ Այսինքն նորից իրենց բառերով հիբրիդային պատերազմ են վարում հայ ժողովրդի դեմ, խաբում են մարդկանց, ճնշումներ են գործադրում մյուս քաղաքական ուժերի եւ կուսակցությունների նկատմամբ, որոնք փորձում են քաղաքական ակտիվություն ցուցադրել, ասելով որ քարոզարշավ այժմ չի կարել, բայց իրանք անունը դնելով ներկուսակցական իրական քարոզարշավ են անում։ Եթե ներկուսակցական է, ինչու են օրինակ բնակիչների հետ հանդիպում, տարբեր համայնքներում շրջում այսպես տեսարաններով, իրենց, չգիտեմ, պերաշկիներով ընկած փողոցներով քարշ գալի։ Չասենք թե կզբաղվեն ավելի լուրջ գործով, վերջապես իրենք ահռելի պետական իշխանության են տիրապետում։ Մանավանդ երկիրը գտնվում է իսկապես մեր հենց կողքի հարևանում պատերազմական գործողություններ ընթանում։ Մյուս կողքի հարևանը հետ կա լարվածություն, Իրան, Ադրբեջան որոշակի լարվածություն կա եւ անդադար լուրեր են պատտվում, որ կամ Նախիջևանում կամ Արցախի օկուպացված տարածքներում պայթուններ են լսում եւ այլն եւ տենում ենք նաեւ զորքերի շարժ, Ադրբեջանի զորքերը դեպի սահման է բերում եւ այս ամենի ֆոնի վրա այս մարդիկ զբաղված են հիբրիդային պատերազմում, մարդկանց խաբելով, մոլորեցնելով, իրենց կեղծ օրակարգերով, մասնավորապես խաբելով, որ իբր թե իրենք խաղաղություն են բերել, բայց չհիշեցնելով, որ միայն իրենց իշխանության 8 տարիներ ենք 4 խոշոր պատերազմ են բերել հայ ժողովրդի գլխին։ Իսկ ապահովագրված ենք, որ այս ամեն ինչը մեզ կշրջանցի, թե սա զուտ իրենց քարոզչական թեզերի համատեքստում պիտի դիտարկենք։
նայեք ոչ մի ապահովագրվածություն չկա, հասկանում եք, եթե իրենք իսկապես լուրջ լինեին, տիրապետեին տարական, ասենք պետության կառավարման արդյունավետությանը հասկանային թե դա ինչ բան է, չնայած 8 տարի իշխանության է, բայց այս մարդիկ այդպես էլ երկիր կառավարել չսովորեցին։ Ապա առաջին բանը, որ իրենք պետք է անեն, պետք է իսկապես անհանգստանային այն իրավիճակով, որ կա մեր շրջապատում։ Նույնիսկ այդ անհանգստության մակարդակը իրենք պետք է շատ ավելի բարձր գնահատեն, քան իրականում կարող է եւ կա։ Ինչու համար է պետք է շատ ավելի բարձր գնահատել, որովհետեւ դու պատրաստես ցանկացած սցենարի։ Ցանկացած զարգացում կարող է լինել, ոչ ոք չգիտի այդ պատերազմը Իրանի Իսլամական Հանրապետություն դուրս կգա եւ որ ուղղությամբ կգնա։ Այսինքն ժամանակին ոչ մեկ մտքով չէր անցնում, չէ՞ որ այդ նույն Իրանը նույնպես այսպես կոչված արդեն միջազգային ԿՊԱ-ականները ասում են, որ Իրանը երբեք չի հարվածի արաբական երկրներին եւ չի սկսի պատերազմ արաբների դեմ։ Էմիրատները ամենաանվտանգ երկիրն էր մի 10-15 օր առաջ։ Բայց հիմա տեսնում եք լայնածավալ հարձակում արաբական բոլոր պետությունների, ծոցի արաբական պետությունների, Քուվեյթից սկսած, չգիտեմ, Բախրեյնով, Օմանով վերջացել, իսկ Օմանին են հարվածել եւ այս երևույթը կանգ չի առնի, քանի որ մենք գիտենք, որ նույն Ադրբեջանի տարածքում Իսրայելը ունի իր հետախուզական կենտրոնները։ Արցախի օկուպացված տարածքում, որոնք հենց գտնում են Արցախի օկուպացված տարածքում, որտեղ լսվել էին պայթուններ եւ այլն, բայց որի մասին նույնիսկ ադրբեջանական կողմը ոչ պաշտոնական հայտարարություն չարեց։ Եվ բայց նաև կա իրանական կողմից զգուշացում, որ հեռացրեք ձեր մոտ գտնվող բոլոր իսրայելական կենտրոնները, հակառակ դեպքում դրան կդառնա մեր կողմից թիրախ։ Այսինքն թե ինչ զարգացումներ կլինի, դժվար է սպահին ասել։ Իսկ ինչ միջոցառումներ պետք է այս իրավիճակում առնվազն ձեռնարկվեին, եթե օրինակ մենք adekvat իշխանություն ունենայինք։ Նայեք, adekvat իշխանությունը պետք է հստակ կերպով փորձեր կապի մեջ դուրս գալ նախ եւ առաջ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ամենօրյա։ Փորձեր հասկանալ թե ինչ է կատարվում եւ ոնց կարող է Հայաստանը հնարավորինս չեզոք մնալ, որպեսզի արվածից դուրս գտնվի, որտեղ գաղտնիք չէ, որ հիմա Հայաստանը եւ մի շարք երկրներ գտնվում են որոշակի ճնշման տակ, ես համոզված եմ, որ այդ երևույթը կա, արևմտյան մի շարք երկրների կողմից, որոնք պահանջում են եւ ճանապարհների փակում Իրանի հետ եւ բանկային համակարգի խզում եւ այլն եւ այլն։ Այսինքն այս պայմաններում պետք է շատ ակտիվ աշխատել, բանակը պետք է բերվի որոշակի պատրաստվածության ու մշտապես գտնվի այդ վիճակում, քանի լարվածություն կա մեր հարևան Իրանում, եւ փորձեն դուրս գալ մեր հիմնական ռազմական դաշնակիցների հետ որոշակի պայմանավորվածություններ։ Այսինքն սա ամենօրյա, ամենժամյա, ասեմ ամեն րոպե աշխատանք պետք է լիներ։ Եթե մենք ունենենք իսկապես adekvat իշխանություն, բայց մենք ցավոք սրտին այդպեսին չունենք։ Մենք ունենք այն ինչ ունենք շատ անլուրջ մարդկանց, որոնք փորձում են ընդհանրապես սեփական վերարտադրության խնդիրը լուծել։ Իսկ այս անվտանգության խորհրդի նիստերը 9 օրում 4 նիստ են անցկացրել, սա ինչի մասին է վկայումս։ Նայեք, անվտանգության խորհրդի նիստը պետք է անցկացվի, որպեսզի որոշակի սցենարներ մշակվեն, ծրագրեր։ Եթե նրանք օրը մեջ ինչ-որ նիստ են իրականացնում, սա նշանակում է նաև իրենք չեն պատկերացնում, թե ինչ է տեղի ունենում։ Ավելի շատ իմիտացիա են փորձում ստեղծել, որ ինչ-որ բան անում են։ Մենք գործ ունենք երևի մեր պատմության ամենադիլետանտ ղեկավարության հետ, որոնք չնայած 8 տարի իշխանությանը, բայց կառավարել այդպես էլ չսովորեցին։ Եվ չգիտեմ պետությունը ինչ բան է եւ ինչպես է նրա անվտանգությունը պետք պաշտպանել։ Հակառակ դեպքում մենք չգիտեմ ինչ ասեմ, 8 տարում 4 հարձակում լայնածավալ հայ ժողովրդի հայության եւ Հայաստանի նկատմամբ չէինք ունենա, հիմա չէինք ունենա Հայաստանից ահռելի քանակով, ասենց ասեմ, օկուպացված տարածքներ։ Պարոն Ավելյան, նախորդ շաբաթ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը Նախիջևանին է հարվածել, 2 անգամ էլ Թուրքիայի տարածքին։ Իհարկե իրանական կողմը հերքում է այս տեղեկությունները, սակայն ակնհայտ է, որ հարվածները եղել են, քանի որ համացանցում էլ բազմաթիվ տեսանյութեր կան, որոնք դրանց այդ իսկությունը փաստում են։ Ըստ ձեզ ինչ ուղերձ է սրանով Իրանը փոխանցում Թուրքիային եւ Ադրբեջանին եւ ինչ եք կարծում, արդյոք ռիսկեր կան, որ Իրանը այս երկրների հետ էլ ուղիղ առճակատման կարող է գնալ։ Նայեք, Իրանը գտնում է մի իրավիճակը, որ ինքը ցանկացած երկրի հետ որի տարածքից իրեն սպառնում է, ինքը կհարվածի։ Որովհետև զսպման են մեխանիզմները, որոնք նախկինում կային Իրանի Իսլամական Հանրապետությունում, հանձինս իրենց հոգևոր ղեկավարի Խամենեի, դրանք այլևս չկան, որովհետև վերջինս սպանված է
եւ իշխանության եկած ավելի երիտասարդ ներկայացուցիչները Իրանի շատ ավելի ռադիկալ են տրամադրված, քան սա շատ ավելի զուսպ անձիկ անձինս իրենց նախկին հոգևոր առաջնորդի։ Եվ վրեժով լցված ամենակարևորը։ Եվ նաեւ իրենց հոգևոր առաջնորդի սպանությունը սա անձնական վիրավորանք է բոլորին։ Եվ այս վրեժխնդրությունը իհարկե չի դադարի երբեք։ Հետևաբար հնարավոր հարվածները եւ Ադրբեջանը եւ Թուրքիան չեն կարող բացառել։ Բայց Թուրքիան իմ կարծիքով շատ ավելի գրագետ է այս առումով, ինքն փորձում է հնարավորինս հեռու մնալ, չներգրավել, առավելևս իրեն դուր չի գալի քրդերի ակտիվությունը կամ ավելի շուտ sense ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների փորձերը քրդերին ակտիվացնել հակաիրանական իրենց գործողությունների մեջ, որովհետև դա նաև սպառնալիք է իր համար։ Երկրորդը Թուրքիան շատ լավ հասկանում է, եթե ասված չանի Իրանի հարցերը լուծեն, ասենց ճակերտներով ասած, ապա հաջորդ ինքն է լինելու տարածաշրջանում, որտեղ ամենամեծ տերությունը ինքն է։ Դրա համար Թուրքիան այս առումով շատ ավելի զգուշ է։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա գաղտնիք չէ, որ Ադրբեջանը շատ լայն համագործակցություն ունի Իսրայելի հետ։ Իսրայելական համակարգերը, ինստիտուտները, ֆինանսական կենտրոնները շատ վաղուց ներդրված են Ադրբեջանում եւ շատ ակտիվ գործում են այնտեղ, հիմնականում դա Արցախի օկուպացված տարածքում, որի միջոցով փորձում են վերահսկել կամ հետախուզել Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Թուրքական մամուլում էլ այս մասով բազմաթիվ հրապարակումներ ու դժգոհության շեշտադրումներ կան։ Ինչը նշանակում է, որ ամեն դեպքում թե ինչ զարգացումներ կլինի դժվար է կանխատեսել, բայց նորից եմ կրկնում, adekvat իշխանությունները պետք է վերցնի վատագույն սցենարները, հնարավոր վատագույն սցենարները եւ փորձի քայլեր ձեռնարկել այդ վատագույն սցենարներին կանխելու համար։ Եվ Իրանում ծավալվող պատերազմի հետևանքով համաշխարհային նավթի շուկայում են տատանումներ տեղի ունենում, երեկվա դրությամբ 1 բարելի գինը գերազանցել էր $110, այսօր արդեն մի փոքր իջել է 88-ից 92 դոլարի սահմաններում էր տատանվում։ Այս ամենը Հայաստանի տնտեսության վրա ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ այս ուղղությամբ ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն։ Նայեք, նավթի ու գազի գները, դեպ գազի գներն են բարձրացել, աննախադեպ այս բարձրացումը ցույց է տալիս, որ ընդհանուր ամբողջ աշխարհը գտնում է էներգետիկ ճգնաժամի նախաշեմին, որտեվ նույնիսկ այնքան վտանգավոր չի բարձր կամ ցածր գնել, ինչքան վտանգավոր է դրանց այդ խոշորամասշտաբ տատանումները, երբ որ մեկ օրվա ընթացքում 20-25% բարձրանում է, ապա նույն տոկոսով էլ անկում է ապրում։ Հիմա ընկել է $88, բայց ես համոզված եմ, որ օրվա ընթացքում ինքը նորից կբարձրանա, որտեվ միջև անհասկանալ է թե Հորմուզի նեղուցը ինչքան է փակ լինելու։ Գաղտնիք չէ, որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային նավթի 20% եւ գազի, էոկացված գազի 30%։ Ճիշտ է, դա հիմնականում գնում է դեպի ասիական երկրներ, խոսքը նավթի մասին է, բայց գազի մի ահռելի մասն էլ գնում էր դեպի հենց Եվրամիություն, որի հիմնական մատակարարը Քաթարն էր։ Հետևաբար այս իրավիճակում շատ դժվար է ասել, թե շուկան ոնց կկայունանա։ Եթե ռազմական գործողությունները շարունակվեն եւս մեկ շաբաթ, երկու շաբաթ, չգիտեմ, դժվարանում եմ ասել, ապա միանշանակ գները շատ բարձր է լինելու։ Հիմնականում տուժելու են ասիական եւ եվրոպական երկրները, կշահի հիմնականում նավթ արդյունանող պետությունները, բայց ոչ Պարսից ծոցել, դա առաջին հերթին Ռուսաստանի Դաշնություն։ Իսկ մեզ վրա այս process-ը ինչ ազդեցություն կարող է ունենալ։ Նայեք, հիմնական մեր խնդրեմը դա էներգետիկ sense խնդրեմը չէ։ Մենք Իրանի հետ ունենք մի շարք խոշոր էներգետիկ ծրագրեր, դա գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրն է, որը ճիշտ աշխատում է հզորության 15%-ի չափով, բայց շատ հնարավոր է ծրագիրը կանգնել, որտեղ Իրանը ինքը կարիք կունենա գազի, երբ որ իրավիճակը կայունանա, որտեղ հարվածում են նաև նավթավերամշակման եւ գազի կենտրոնների։ Հաջորդ մեծ ծրագիրը, որ արվում է Իրանի հետ կապված, դա երրորդ բարձրավոլտի կառուցումն է, որը ճիշտ է շատ դանդաղ է գնում առաջ, բայց հիմա կարծում եմ այն կանգ կառնի, որտեղ հիմնական կապալառումները եւ ֆինանսավորումը գալիս է նորից Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Այսինքն այս երկու ծրագրերով իրավիճակը իհարկե բավականին բարդանում է մեր համար։
շատ հնարավոր է որ կանգ առնեն նաև Հայաստան Իրան առևտրաշրջանառությունը քչանա մենք երկար ժամանակ օգտագործում ենք Իրանի տարածքը դեպի Իրաք մուտքի եւ այնտեղ առևտրի համար դեպ ասեմ որ Հայաստան մտնող դիզվառելիքի մի մասը գալիս է ճիշտ է Իրանով բայց դա իրաքյան արտադրության դիզվառելիք են եւ այլն այսինքն այս ամենի հետ կապված մենք որոշակի խնդիրներ կունենանք Անդրադառնանք նաև ներքաղաքական զարգացումներին Հայաքվեի քաղաքական թևը վերջերս տեղեկացրեց, որ մասնակցելու է ընտրություններին եւ համագործակցության հուշագիր ստորագրեցիկ Արման Թաթոյանի միասնության թևեր նախաձեռնության հետ։ Ինչ եք կարծում ձեզ եւ ընդհանուր առմամբ հավաքական ընդդիմությանը որքանով կհաջողվի ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել, հատկապես այն արտաքին աջակցության ֆոնին, որը Նիկոլ Փաշինյանն է ստանում։ Մենք հիշում ենք Վենսի հայտարարությունը, Հական Ֆիդանի եւ այսպես շարունակ։ Նայեք, մենք հստակ նախ մեր միավորման մասին։ Մենք Արման Թաթոյանի ղեկավարած միասնության թևերից գնացել ենք համագործակցության, համոզված լինելով, որ այդ համագործակցությունը եւ այդ միավորումը շարունակական է լինելու։ Այսինքն մենք շատ կցանկանանք, որպեսզի այլ քաղաքական ուժեր եւս միանան դրան։ Ինչու համար են գնաց հենց Արման Թաթոյանի եւ նրա ղեկավարած ուժի հետ համագործակցության մի բարձ պատճառով որովհետեւ այսօր անդիմադիր քաղաքական դաշտը շատ sense ասեմ տարանջատված է այնտեղ կան ռուսամետներ, արևմտամետներ, այնտեղ կան մարդիկ ովքեր հական նախկինական են, sense անվանենք բոլորին դեմ են կամ հական նիկոլական են, որը ոչ մեկին չեն հավատում Եվ այս մարդկանց ինչ որ առումով նաև առաջարկ է պետք անել մի քաղաքական ուժի կամ միավորման, որը կարող է որ կապ չունի ոչ նախկինների հետ, ոչ առավելևս ներկաների հետ, բայց որը բացի դրանից, որը նաև նոր քաղաքական դեմքեր է բերում քաղաքական դաշտ, դա Արման Թաթոյանն է, Ավետիք Չալաբյանն է եւ շատ ուրիշներ, ոնք ես համոզված եմ մոտակայքները կմիավորվեն նաև այս միավորմանը, որոնք նաև նոր քաղաքական մշակույթ են բերում զերծ այս նախկին ներկայիս կեղծ պայքարից եւ նաեւ հասկանում եմ որ Հայաստանում ոչ միայն պետք է իշխանափոխություն, այլ նաեւ Հայաստանը կարիք ունի քաղաքական էլիտայի փոփոխություն եւ Հայաստանը ունի քաղաքական համակարգի այն փոփոխություն, այսինքն պետության կառավարման այս համակարգը, որը ժառանգություն է մնացել նախկիններից, ինքը բավական հիվանդ համակարգ է, եթե ինքը առողջ լիներ գործողական ռեժիմը չէր ծնվել, որտեղ դա նրանց ծնունդն է, հա, էլի, որտեղ իրանք ճիշտ է կեղծ պայքար են մղում նախկինների դեմ, չէ, բառացիորեն 3 էր կարծեմ, ինչ որ Սաշիկ Սարգսյանի դեմ քրեական գործ են արդեն երկրում չի։ Հա, 8 տարի սպասեցին, որպեսզի քրեական գործ հարության, հետո ինչ որ կեղծ թոշակները բարձրացեցին ինքիշենք նախկինում ասում են 2 ամիս առաջ ասում են փող չկա կամ 10,000-ով բարձրացնենք, որ ինչ անեն, հիմա բարձրացնում են։ Այսինքն բոլոր այս քայլերը այս նախընտրական տրամաբանության մեջ այլ տրամաբանություն իրանք չունեն։ Իրենց չի հետաքրքրում Հայաստանը, հայ ժողովուրդը, իրենց չի հետաքրքրում հայ մարդը եւ նրա անվտանգությունն ու նրա ապագան։ Իրենց հետաքրքրում է իրենց վերարտադրությունը։ Իսկ վերարտադրության պատճառը այն է, որ իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք պետական հանցագործներ են, որոնք տասնյակ հանցագործություններ են գործել։ Իրանք խախտել են սահմանադրությունը ոնց ցանկացել են, քանի անգամ ցանկացել են եւ դրա համար ոչ մի պատժի չեն ենթարկել։ Սա նույնպես խոսում է պետական համակարգի աղճատվածության ու թուլության մասին, իսկ որ ցանկացած այլ նորմալ ժողովրդավարական երկրում վարչապետների դեմ կարող են հարուցվել տասնյակ քրեական գործեր եւ նույնիսկ հարցաքննությունների ենթարկվել։ Հայաստանում դա հնարավոր չէ, որտեղ աբսոլյուտ իշխանություն ունի։ Այստեղ ինքը սուպեր վարչապետական համակարգ են կառուցել եւ հասկանալ, որ նաեւ այս համակարգն է պետք քանդել նոր իրական ներքին ժողովրդավարական համակարգ է կառուցել։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ տեղավորվեց այս համակարգի մեջ, ինչի իշխանության գալուց առաջ խստորեն մերժում էր, հիշենք Սերժ Սարգսյանի կոստյումը։ Հա, հիշենք, որ այդ մարդը սկսեց իր մերժենք Սերժին հայտնի լոզունգով եւ ապա գալով իշխանության առաջին հերթին սկսեց պայքարել այդ համակարգի ամրացման համար, որտեղ դա իրեն լրիվ անպատասխանում էր եւ արդյունքում ինքը ոչ թե մերժեց Սերժին կամ մերժեց այդ համակարգը, այլ ինքը շատ հանգիստ կերպով տեղավորվեց այդ համակարգի մեջ եւ այդ համակարգը օգտագործելով համակարգի թուլությունը ամբողջովին հարմարացեցին եւ մենք այսօր ապրում ենք կիսաբռնապետական համակարգում, որտեղ մարդկանց ուղղակի ձերբակալում են կեղծ հոդվածներով, կեղծ տարբեր տեսակի քրեական գործեր են ոստիկանի ցուցմունքով 1 հոգու։ Հա, մեկ ոստիկանի ցուցմունքով տասնյակ մարդիկ են ամիսներով փակվում, ամիսներով ամենաթեթև իսկ հանցանքի համար մարդկանց կարող են ամիսներով փակել բանտերում
Եվ որ ասենք թե հանցանք եթե նույնիսկ ճանաչի դատարանն դատապարտի 1 տարի է տալու, բայց մարդ ասենք թե 2, 3, 4 ամիս արդեն բանտում է գտնում։ Այսինքն այս կիսաբռնատ իրական համակարգ որին կառուցել է մի նպատակ ուներ ամեն գնով վերարտադրվել։ Այսինքն այս համակարգն է պետք է հանդել։ Դա է պատճառը, որ հենց մենք միավորվեցինք Արման Թաթոյանի ղեկավարած խմբի հետ եւ այս առաջարկով ենք մտնում, որովհետև նաև բոլոր հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 40-ից 30-ից մինչև 48%-ը իրենց չեզոք են համարում կամ անտարբեր են այն քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք կան։ Դա համար այս մարդկանց նույնպես առաջարկ է պետք անել եւ մենք դա փորձում ենք անել։ Իսկ արտաքին աջակցության մասով հաշվի առնում եք, այս իրավիճակում կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իմ նշած գործիչների եւ արտաքին մյուս դերակատարների աջակցության ֆոնին։ Նայեք, արտաքին աջակցությունը կարող էֆեկտիվ լինի, եթե կա ներքին աջակցություն։ Այս ներքին աջակցությունը շատ ավելի կարևոր է։ Արտաքին ինքը էական չի։ Քարոզչական է ավելի շատ։ Ներքին աջակցությունը կարևոր, շատ կարևոր, որպեսզի ժողովրդին առաջարկեն նոր համակարգեր առաջարկեն։ Սենց ասեմ, որոշակի նոր մտածելակերպ, նոր մշակույթ է պետք բերել։ Մարդիկ պետք է ասենք թե գորունը մեր էս միավորման հանձինս եւ նրա ղեկավար կազմին լիդերներին տեսնեն մեկ մարդկանց առաջնորդների մի խումբ, որ իսկապես պատրաստ է երկրում իրական խորքային փոփոխություններ իրականացնել։ Այսինքն սա ոչ թե մարդկանց փոփոխություն է, այլ նաև քաղաքական համակարգային փոփոխություն է։ Այս առաջարկն է պետք։ Եթե բնակչությանը կարողանանք համոզել եւ բերենք մեր հետևից, ես համոզված եմ, որ նաև իրավիճակը կփոխվի։ Եվ դուք հարցման տվյալների մասով հիշատակեցիք, օրերս հարցման արդյունքներ էր հրապարակել ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտը, որոնց արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը առաջին տեղում էին, իսկ հաջորդող ուժերն էլ անհամեմատ զիջում էին նրան։ Ձեր գնահատմամբ այս հետազոտության արդյունքները որքանով են արտացոլում Հայաստանում առկա իրական տրամադրությունները եւ կարող ենք արդյոք սա եւս Փաշինյանին ցուցաբերվող արտաքին աջակցության ֆոնին դիտարկել։ Չէ, միանշանակ սա իր արտաքին աջակցության խնդիր է, իրենք դառնու փորձում լուծել, որտեղ նույնիսկ մեր մասնագետները, որոնք նայել են այդ հետազոտության արդյունքները, մենք սոցիոլոգիաների մեծ խումբ ունենք, հայակվեն, իրենք պնդում են, որ հարցում իրականացվել է բավական մեծ ընտրախախտումներով։ Այսինքն ընտրանքը, որը կատարվել է որոշակի խախտումներով, ինչը բերել է այդ արդյունքի։ Բայց նորից եմ գնում, սա էական չի։ Բացարձակ կարևոր չի թե ով էս պահին ինչ ունի։ Շատ կարևոր թե դու ինչ ունես բնակչությանը առաջարկելու։ Եվ նաև զարմանալիորեն այս հարցման արդյունքներին իշխանությունը սկսեց հղում տալ դեռ այն ժամանակ, երբ դրանք չէին հրապարակվել։ Դե հա, որովհետև սա պատվերված հարցումների արդյունքներ են։ Նորից եմ գտնում, բայց անկախ նրանից թե հարցումները ինչ են ցույց տալի։ Միշտ ժամանակը ցույց է տալիս, եթե դու իսկապես առաջարկ ունես բնակչությանը, իսկ հայակվեն միավորվելով, միանալով միասնության թևերին եւ ընդհանուր միավորման գաղափարով առաջ գնալով, մենք հստակ կերպով մեսեջ ենք ուղարկում, որ նախ այն պնդումները, որ հայ ժողովուրդը, հայ մարդը չի կարող միավորվել, դա կեղծ է։ Մենք միավորվել ենք եւ պատրաստ ենք միավորվել այլ ուժերի հետ, այլ մարդկանց հետ, այլ տարբեր հայտնի անձանց հետ եւ բաց ենք բոլորի համար, սա մեկ։ Երկրորդը մենք կարող ենք Հայաստանի քաղաքական դաշտում կան նոր անուններ, նոր դեմքեր, որոնք եւս պատրաստ են մտնել քաղաքական պայքարի մեջ ցույց տալու համար, որ նենց չէ որ այս ժողովուրդը նախկին ներկայի այս կեղծ օրակարգի մեջ է մնացել, այսինքն այս առումով ես համոզված եմ, որ մեր մուտքը էականորեն առաջիկա 1-2 ամիսներում կփոխի քաղաքական դաշտը եւ լանդշաֆտը ամբողջովին քաղաքական կփոխվի։ Իսկ ուժեր տեսնում եք, որոնց հետ ոչ մի պարագայում չեք համագործակցի, պարոն Մանվելյան։ Հա, միանշանակ դա գործող քաղաքական ռեժիմն է եւ նրան կողքը ֆրֆրացող, ասենց ասենք, պրոքսի քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են, որոնք կան, որոնք թաքցնել իրենք իրենց չեն կարող։ Եվ ձեզ համար հասկանալի է, այս իրավիճակում նույն արևմուտքը ինչու է շարունակում աջակցել Նիկոլ Փաշինյանին, հատկապես երբ նա օրինակ Լեհաստանում բաց տեքստով հայտարարում է, որ իր իշխանությունը Հայաստանից մտադիր չէ ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերել։ Նայեք, արևմուտքի դիրքորոշումը նորից եմ կրկնում կապված այն իշխանության հետ, որ այդ պահին կա։ Հիմա իրանք ունեն մի իշխանություն, որը իրանց հետ որոշակիորեն սև թևետում է, հանձինս այսօրվա ռեժիմի, եւ իրենք պատրաստ են այդ իշխանության հետ աշխատելու։ Պարզել ենք նաեւ շատ լավ հասկանում են, որ ռազմական առումով, ռազմական անվտանգության առումով իրանք առաջարկ չունեն Հայաստանին։
շատ լավ հասկանում են, որ ՆԱՏՕ-ն չի կարող այստեղ ռազմաբազա բացել։ Եթե բացել, ապա դա լինելու թուրքական, որովհետև ՆԱՏՕ-ի, ասենք ասեմ, սահմանը Հայաստան-Թուրքիա սահմանը, դա նաև ՆԱՏՕ, ասենք ասենք, հապկ սահման է։ Հետևաբար ՆԱՏՕ-ի Միացյալ Նահանգների արևմուտքի ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում ապահովում է Թուրքիան։ Ու շատ լավ ասում եմ, որ թուրքական ներկայությունը հաջորդի կողմից շատ բացասական կգնահատի։ Չնայած թուրքերը բազմաթիվ անգամ հայտարարել, որ Փաշինյանի ռեժիմը պաշտպանում են եւ կցանկանան, որ այն վերարտադրվի, բայց նաև շատ լավ հասկանում են դրա բացասական հետևանքները, ինչքան են այս մարդիկ փորձեն հայկական ինքնության դեմ պատերազմ հայտարարել։ Մևն է հայ մարդու մեջ, գոնե մեծ մասի մեջ, եթե ոչ բոլորի, գոնե մեծ մասի մեջ այդ հակաթուրքականությունը մնում է ինչ որ բնական է։ Բոլորը Նիկոլ Փաշինյանի նման չեն, որ թուրք ասելուց չեն վիրավորվում։ Կան իհարկե մեծ սոսենս ասեմ Նիկոլ Փաշինյանը, որոնց համար ճիշտ է նկատում, որ թուրք լինելը պրոբլեմ չէ, բայց մեծ մասի համար դա վիրավորանք է։ Եվ սա նորմալ է, դա այդպես էլ պետք է լինի, հակառակը չի կարող լինել։ Եվ հետևաբար թուրքական ներկայությունը Հայաստանում կամ իրենց ագրեսիան, որ կա, իսկ իրանք բավական ագրեսիվ են տրամադրվել, սա էլ նկատենք եւ Ադրբեջանը եւ Թուրքիան Հայաստանի նկատմամբ։ Նա շատ մեղմ են ցույց տալի, բայց շատ հստակ կերպով որոշակի հիմա մի փոքր մեղմել են իրենց ագրեսիան, պայմանավորված որ փորձում են այդպեսով օգնել Փաշինյանին մնալու իշխանության։ Բայց եթե ասված չեն այս մարդը վերարտադրվի, ապա հավատացեք Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջները Հայաստանի նկատմամբ կրկնակի երրակի ավելանալու են։ Մենք այդպես էլ ավելի ծանր վիճակ։ Ագրեսիայի հավանականությունն էլ բնականաբար էլ ավելի մեծ կլինի այս դեպքում։ Հա, իրանք ներխուժելու են Հայաստան, ինչպես իրենք Ալիևն էր ասում, ոչ միայն տանկերով, այլ նաեւ մեքենաներով։ Հիմա այդ բենզինը եւ այլն որ գալիս է, սա թուրքական, ասենց ասեմ, Հայաստանում թուրքական տնտեսական նաև ներկայությունը ապահովելու եւ այդպես իրենց ազդեցությունը տարածելու ձևերից մեկն է։ Հիմա իրենց քաղաքականության հետևանքով արդեն այսօր եւ նաև Փաշինյանի ռեժիմի պաշտպանության պայմաններում մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք ոնց են դատարկում մեր գյուղերը սահմանամերձ։ Այո։ Միայն այս տարի ենք պատրաստում 260-ից ավելի դպրոց փակել։ Հավատա ու դրանք հիմնականում ամենամեծ թվով դպրոցները փակվում են Սյունիքի մարզում։ Սահմանամերձ բնակավայրեր։ Բոլորը սահմանամերձ գյուղեր են։ Հենց որ դպրոցները փակվեն, հավատացեք, հաջորդիվ այդ մարդիկ սկսելու են լքել այդ գյուղերը։ Այսինքն եւ Թուրքիայի եւ այսօրվա ռեժիմի շահերը շատ հարցերում Ադրբեջանի, Թուրքիայի եւ այսօրվա ռեժիմի շահերը շատ հարցերում համընկնում են։ Դա ուղղակիորեն չի ասում, բայց դա քայլ առ քայլ արվում է մասնապես նույն դպրոցների փակման միջոցով, որով նրանք ցանկանում են դատարկել Հայաստանի հարավը, որը դառնա ել ավելի խոցելի։ Մի դպրոց բացում են, մեկ տասնյակ փակում եւ տպավորություն ստեղծում, թե իրենք դպրոց կառուցող իշխանություն են։ Այո, եւ սահմանամերձ, իսկ սահմանամերձ գյուղերը մեր համար, ասենց ասեմ, սահմանային անվտանգության կարևորագույն պայմաններն են։ Այս մարդիկ ժամանակին են գյուղերը, որոնք գտնվում են Հայաստանի խորքում, սարքել են սահմանամերձ։ Եվ ոչինչ չեն անում դրանց ամրապնդման, դրանց ռազմական համակարգերի ուժեղացման համար, բայց փոխարենը փակում են դպրոցները, փակում են բուժ հիմնարկները, տարբեր տեղերում օրինակ Վարդենիսում փակում են նաև մանր տարբեր պետական ֆինանսավորող կենտրոններ, օրինակ այսպես կոչված պասպորտ սեղանները եւ այլն։ Սա սրանք փոքր, բայց պետության ներկայությունն է այդ գյուղերում։ Երբ որ դուք դրանք փակում հեռանում ես, գյուղը մնում է անտեր։ Հասկանում եմ, որ պետական այլևս ոչ մի ներկայություն չկա, իրանք էլ են սկսում հեռանալ, որովհետև երեխաները պետք է դպրոց գնան։ Անուղղակի նպաստում են արտագաղթին։ Ուղղակիորեն նպաստում են, հա, այդ մարզերի նախ դատարկմանը եւ ապա արտագաղթին ու որպես հետևանք արդեն այդ ամբողջ Հայաստանի հարավը ել ավելի խոցելի է դառնում, երբ իրենք ասենց ասեն պերաշկի ուտելով եւ տարբեր կեղծ խաղաղության ու ժողովրդավարության մասին ելույթներ են իրականացնում։ Եվ պարոն Մանվելյան, 1 տարի առաջ այս օրերին ազգային ժողովն ընդունեց Եվրաքվեի հայտնի օրինագիծը, նախաձեռնության հեղինակները այն ժամանակ այսպես մեծ ողջավորությամբ էին դրա մասին խոսում, մեզ խոստանում էին, որ 1 տարվա ընթացքում Հայաստանը Եվրամիության տեխնացու երկրի կարգավիճակ է ստանալու, իսկ շատ կարճ ժամանակ անցել արդեն անդամակցելու է բուն Եվրոպական միությանը, եւ դուք հենց այդ ժամանակ մեր տաղավարում համոզմունք հայտնեցիք, որ սա տեղի չի ունենալու եւ 1 տարի անց երբ որ մենք հանդիպենք կփաստենք այդ մասին ու չսխալվեցիք ըստ էության։ Ինչով էր պայմանավորված ձեր այս վստահությունը նախաձեռնության հեղինակների նման մեծ վստահության ֆոնին։ Նայեք, միջազգային հարաբերությունների տարբերություն նախաձեռնողների մտավոր ունակություններ, ինքը շատ իրականում շատ, ասենց ասեմ, հասկանալի է եւ կանխատեսելի է։
Եթե դու գիտես միջազգային հարաբերություն տարբեր երկրներ ինչ համակարգերով են աշխատում, ինչ տրամաբանությամբ, ինչ արժե համակարգով, ապա շատ հեշտ է կանխատեսել այս իրադարձությունները կիրականանան, թե չեն իրականական։ Եթե իրականանան ինչ ժամանակով։ Պարզել որ Եվրամիության անդամ կամ տեխնացու դառնալու իրանց խոստումը, սա ամբողջովին կեղծիք էր, փորձեցին այդ ճանապարհով ինչ որ որոշակի քվեներ հավաքեն։ Իդեպ փորձելով նմանակել նաև հայաքվեին եւ համոզված են որ դա իրենց կօգնի նաև ընտրություններում հաղթանակի համար, որտեղ այդ շրջանում նաև Գյումրիում էին ընտրություններին մասնակցում եւս մի քանի տեղերում Մեծ ֆիասկո ունեցան այս մասով։ Հա, ֆիասկո ունեցան, որտեղ բոլորի համար է պարզել որ այս մարդիկ զբաղվում են կեղծարարությամբ։ Ցավոք սրտի մեր քաղաքական դաշտը դառել է սուտ խոսալու, կեղծիքի միմյանց վատաբանելու եւ դեռ դա էլ բավարար չէ ատելության խոսքի տեղ։ Մարդիկ ավելի շատ ատելություն են լսում, քան տրամաբանված բանավեճ, տրամաբանված խոսք, որոնք փորձում են մասնագիտական որոշակիորեն հարցության մեջ իրար արգումենտներ ներկայացնել փաստերի հիման վրա, ինչ որ վիճաբանություն կազմակերպել, բանավեճ կազմակերպել։ Մենք դրա փոխարեն տեսնում ենք շատ ցածր մակարդակի, ցավոք սրտի նաեւ հայոյախոս քաղաքական բանավեճի տրամաբանություն, որը հիմնադիր հայերեր այսօրվա ռեժիմն է եւ նրանց պարագլուխը, բայց որը իջել է այն մակարդակի, որ տարբեր տեսակի կենթանակերպեր արդեն նաեւ քաղաքական որոշակի նույնիսկ ռեյտինգներ են հավաքում տարբեր այս բաների ժամանակ։ Սա ցավում եմ ասում, որովհետեւ նաեւ երկիրը կարիք ունի մաքրվելու սրանից։ Հայ ժողովուրդ, հայ մարդը երբեք հայախոս չի եղել։ Այո։ Գոնե իր ասենց ասեմ ընտանեկան, իր այն սոցիալական հարթակներում, որի ունեցել է իր շրջապատում, ընկերական եւ այլն հայախոսությունը սա հայախոսություն եղել է, բայց ինքը շատ ավելի փողոցային համակարգ է։ Հիմա դա փողոցից բերել են հասցրել են սկզբից բերեցին հեռուստատեսությունը, հասցրեցին հիմա հեռուստատեսությունից արծացրել են քաղաքական դաշտ եւ մենք տեսնում ենք այս հայախոսության հետևանքները ու դրանի գումարվել է ատելության խոսքը, որտեղ այսօր հայ մարդը ավելի շատ ատում են մեկը մյուսին, քան թե ասում են ատում է թուրքին կամ ադրբեջանցուն։ Ցավոք սրտի։ Հա, ու այս բաժանի եւ տիրիր այս հայտնի հին հռոմեական համակարգը ցավոք սրտի այսօրվա քաղաքական ռեժիմի կողմից ակտիվ կերպով տարածվում է եւ դա նաեւ նկատենք ցավոք սրտի իօքուտ իրենց աշխատում է։ Իսկ վիզաների ազատականացման մասով մենք դրական զարգացումներ կարող ենք ակնկալել, որովհետեւ այս մասով էլ եւս բարբերաբար մեր հանրության շրջանում որոշակի ակնկալիքներ են գեներացվում հիշյալ շրջանակների կողմից նաեւ։ Նայեք այն քաղաքական խնդիրները, որոնք ժամանակ առ ժամանակ ցանկ բարձրացում են, մեր հարևան Վրաստանում հիշենք էլի, որ 10-15 տարի առաջ եղել են։ Այնտեղ էլ չէ եկավ Սաակաշվիլին իշխանության, եվրոպական, ամերիկյան եւ այլն տարբեր խնդիրներ բարձրացվեցին, որ հեսա դառնում են նույնիսկ Եվրամիությունը ֆինանսավորում էր ամերիկան իրենց նախարարներին փողեր էր տալի, սա տեսանք ինչքին վճարեցին դրա դիմաց։ Դա հանգեցրեց նրանք վերջնականապես կորցրին նաեւ Աբխազիան եւ Հարավային Օսետիան, նույնիսկ վիզաների ազատականացում եղավ, բայց մի տարի հետո այդ ամենը փակվեց։ Վիզաները փակվեցին, որտեղ պարտվեց մարդիկ գնում են Եվրոպա եւ հրաժարվում են հետ վերադառնալ եւ դա մասսայական բնույթ է կրում։ Այդ վիզաները փակվեցին, ոչ մի ազատականացած վիզային համակարգել չկա։ Սա նորից եմ կրկնում, ընդհանրապես նախընտրական կեղծ խոստումներ են։ Ոնց որ այս թոշակների բարձրացումը ես չեմ զարմանա, եթե հունիսի 7-ին սրանք վերարտադրվեն, ապա հուլիսի 1-ից թոշակները նորից այդ փողերը հետ վերցնեն։ Նշեն գումար չկա։ Հա, ասեն գումար չկա կամ հիմա խոսակցություն է գնում որ ռազմական բյուջեից 150 միլիարդ են սառեցրել, այսինքն պետք չէ լի զարմանալ, որովհետև եթե այս մարդիկ ցանկանային իսկապես թոշակները բարձրացնեն, դա կանեին անցյալ տարի, նախանցյալ տարի, երբ որ ասում են որ մեծ ահռելի տնտեսական աճ են գրանցում։ Բյուջեով կնախատեսեին գոնե դա։ Բյուջեով այլ ոչ ընտրությունից 3 ամիս առաջ կամ ընտրությունից 3 ամիս առաջ Վենսը գար եւ կասեր Նիկոլը մեր մարդն է կամ Ֆիդանը Ստամբուլից կայտարեր, Անկարայից կայտարեր, որ Նիկոլին գնացեք ընտրեք, կարևոր չի ձևը ոնց են այլ, բայց փաստացի իմաստը դա է։ Այսինքն այս ամենը պետք է հենց նախընտրական քարոզչության սկզբունքով նայել, այսինքն մարդկանց խաբելու, հիմարացնելու եւ գործընթաց է սկսել, որը նաեւ նշանակում է որ իրենք չեն հարգում էլի իրենց ընտրողներին, չեն հարգում են մարդկանց
ովքեր իրենց ժամանակին վստահել են, որտեղ սա էլ է 2021-ից նրանք ընտրությունների մեջ մտան դեօկուպացնենք Արցախը լոզունգով։ Այո։ Նույնիսկ այդպիսի ծրագիր ընդունվեց ազգային ժողովի կողմից, որը պարտադիր է իրականացվան։ Բայց լրիվ կատարեցին հակառակը, այսինքն խաբել մարդկանց իրենց sense ասեմ գենետիկայի մեջ նստած է։ Դե մի առիթով էլ ասացին, որ իրենց ընտրողը իրենց նախընտրական ծրագիրը չի էլ կարդացել, դա է իրենց վերաբերմունքը իրենց ընտրողի հանդեպ։ Հա, եւ դրա համար իսկ այդ մարդիկ այդ ամենը հիշում են, հասկանում են։ Եվ իրանց համար հիմա խնդրեմ է այդ վերարտադրվել է եւ դրանք նրանք պետք է ամեն կերպ փորձեն խափեն բնակության, այլ ճանապարհ իրանք ուղղակի չունեն։ Շնորհակալ եմ, պարոն Մանվելյան։ Ես եմ շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք միջազգայնագետ Հայ ԱՔՎ միավորման քաղաքական խորհրդի անդամ Արմեն Մանվելյանի հետ։ Կհանդիպենք։